Բարև ձեզ, 5-րդ եթերում աշխատանքն է սկսում օրագիրը, իմ հյուրը ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Սաֆրաստյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր զրուցելու ենք Թուրքիայում վերջին օրերին մոլեգնող անհանգիստ իրավիճակից, ինչ է կատարվում այնտեղ, արդյոք Էրդողանի իշխանությունը երերում է։ Հենց սկզբից պատասխանեմ, որ իմ կարծիքով Էրդողանը պահպանում է հսկողությունը իրադրության վրա եւ թույլ չի տա, որ իր հսկողությունից դուրս գա իրադրությունը։ Իմ այս գնահատականը, գիտեք, հիմնվում է այն հանգամանքի վրա, որ Էրդողանը իր քաղաքական կյանքում նմանատիպ իրադրություններից դուրս է եկել։ Եվ ես կարծում եմ այս անգամ էլ նրան կհաջողվի իրադրությունը հանգստացնել, հանդարտացնել եւ արդյունքում իր իշխանությունը ել ավելի կուժեղանա։ Որով ինչու, որովհետև փաստորեն այս ամենը սկսեց այն բանից հետո, երբ Թիրախում հայտնվեց Էրդողանի հիմնական հակառակորդը, Ստամբուլի քաղաքապետը Էքրեմ Իմամօղլուն, որը գիտեք որոշ հարցումներով նրա ռեյտինգը նույնիսկ ավելի բարձր է այս պահին, քան թե Էրդողանի, եւ Էրդողանը որոշեց նրանից այս ձևի ազատվել։ Իհարկե, մեղադրանքները շատ լուրջ են եւ այդ մեղադրանքները երկու հիմնական ուղղություն ունեն։ Մեկը կապված է այն մեղադրանքների հետ, որ փաստորեն Իմամօղլուն կապ է հաստատել, ինչպես Թուրքիայում են բնութագրում, ահաբեկչական կազմակերպության հետ, ի նկատի ունեն ՊԿԿ-ն, Քրդստանի բանվորական կուսակցությունը, եւ նրանց կողմնակիցների ձայները ստանալու համար այդ կուսակցության աջակիցներին, կողմնակիցներին, անդամներին պաշտոններ է տվել։ Մյուս ուղղությունը արդեն զեղծարարություններն են, կոռուպցիա է, ընդ որում շատ մեծ, 270 միլիարդ լիրայից ավել, որը նաև լուրջ իսկապես մեղադրանքներ են եւ արդեն ձերբակալություններ կան բազմաթիվ դրա հետ կապված եւ թաղապետներ են ձերբակալվել եւ խոշոր ընկերությունների ղեկավարներ, որոնք գործարքների մեջ են մտել Իմամօղլուի հետ։ Ուրեմն տեսեք, մի կողմից Էրդողանը քաղաքական դաշտում իր հակառակորդից ազատվում է, մյուս կողմից լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, ընդ որում ակնհայտ է, որ իրավապահ մարմինները շատ երկար են, տարիներ շարունակ այդ փաստերը հավաքել են եւ դա իհարկե վերևից է եկել այդ ցուցումը, բայց ակնհայտ է, որ սա նաեւ կոռուպցիոն մեծ իհարկե սկանդալ է Թուրքիայում հասունանում եւ հասունացավ։ Իսկ ժողովրդական ալիքը մենք տեսնում ենք, թե այս օրերին որքան մարդ է դուրս եկել փողոց եւ հնարավոր է արդյոք կառավարելի դարձնել այդ ընթացքը։ Իհարկե դուք նշում եք, որ Էրդողանը նման բաների միջով չէ, որ անցել է եւ կարողացել է պահպանել իշխանությունը, բայց կանխատեսելի է արդյոք, որ ինչ որ կետում այդ ալիքը չի դառնա օրինակ անկառավարելի եւ միգուցե նաեւ չեն լինի արտաքին հնարավոր ներգործություններ։ Շատ կարևոր հարցեր եք դուք բարձրացնում, փորձեմ սպես հերթով պատասխանել։ Վերջին տվյալներով Թուրքիայի 80-ից ավել նահանգներից 50-ից ավելում տեղի են ունեցել այդպիսի զանգվածային ընդվզումներ։ Մեծ թիվ է, բայց եթե ավելի կոնկրետ ենք նայում, հիմնականում ընդվզումները եղել են անհնազանդություն զանգվածային, իհարկե Ստամբուլում եւ մի քանի խոշոր քաղաքներում։ Մնացած տեղերը շատ ավելի քիչ թվով մարդիկ են մասնակցել, դա մեկ։ Երկրորդը մասնակիցները ոչ թե ներկայացնում են Թուրքիայի այսպես բնակչության համարյա բոլոր խմբերը եւ այլն սոցիալական առումով, այլ հիմնականում երիտասարդներ են, հիմնականում ուսանողներ են եւ այն խավերի ներկայացուցիչները, որոնք
ավելի այսպես մտավորական են, ավելի արևմտամետ են, առաջադեմ կարելի է ասել, ավելի, գիտեք, ես այդ բառը չէի ուզենա օգտագործել, բայց կօգտագործեի ավելի այսպես քեմալական մտածելակերպ ունեն, այսինքն քաղաքական իսլամը իրենց համար վտանգավոր է, իրենք ավելի աշխարհիկ մտածելակերպ ունեն, արևմտամետ մոտեցումներ ունեն, որոնք փոքրամասնություն են վերջիվերջո Թուրքիայում։ Դա ուրեմն մեկ, երկրորդը Էրդողանի ընտրազանգվածը շատ մեծ է։ Թուրքիայում բնակչության մոտ կեսը հավանական է, նրա կողմնակիցներն են եւ ասես ավելի իսլամամետ մտածելակերպ ունեցողներ են, որոնք շատ են Թուրքիայում ակնհայտ են։ Այստեղ գիտեք հետաքրքիր մի երևույթի վրա կանգ առնեմ։ Երբ օրինակ 2013 թվականին տեղի ունեցան զանգվածային ընդվզումներ Էրդողանի դեմ, շատ ավելի լայն, շատ ավելի այսպես վտանգավոր իր համար։ Ինքը Թուրքիայում չէր։ Վերադարձավ Թուրքիա եւ օդանավակայանում մի հայտարարություն արեց։ Այ ասում է իմ դեմ դուրս են եկել փողոցներ 100,000-ավոր մարդիկ, բայց նրանք չեն պատկերացնում, որ ես իմ կողմնակիցներին կոչ անեմ եւ նրանք դուրս գան միլիոններ կլինեն։ Դա մեկ։ Երկրորդը 16 թվականին, երբ որ Թուրքիայում փորձ եղավ հեղաշրջման անհաջող, այն ժամանակ Էրդողանը դիմեց իր կողմնակիցներին մսկիթներում եւ ընդհանրապես զանգվածային բոլոր միջոցներով, լրատվության, սոցիալական ցանցերով եւ միլիոնավոր մարդիկ դուրս եկան եւ փաստորեն նրանք շատ մեծ դեր խաղացին, որ անհաջողության մատնվեց հեղաշրջման փորձը։ Այս անգամ նման այսպես մոտեցում չի էլ մտածում դիմել։ Նրա մոտեցումը այլ է, որ պետք է իրավապահները այս ընդվզումների հետ պետք է կարողանան, այսպես ասած, ճնշել եւ պետք է մարդիկ հասկանան, որ իրավապահ մարմինների դեմ ընդվզումներ անել պետք չի, որ այսինքն ինքը այս անգամ ավելի հանգիստ է։ Հանգիստ է ինքը, որտեվ իսկապես ուռճացված է։ Այսինքն արտաքին հնարավոր ներգործություն նույնպես հետաքրքիր է, գիտեք, այս անգամ արտաքին արձագանքը շատ սահմանափակ եղավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասեցին, այսպես դա Թուրքիայի ներքին գործն է, եվրոպական որոշ երկրներ այսպես քննադատեցին, ամենասուրը իհարկե Ֆրանսիայից հնչեց քննադատություն, բայց այդքանը։ Այսինքն աշխարհը իր խնդիրներով է զբաղված։ Աշխարհը իր խնդիրներով է զբաղված եւ մի երևույթ կա, որ աշխարհին Էրդողանը այսպես թե այնպես ձեռ է տալի։ Բայց նա շատ չի ուժեղացել, մի տեսակետ էլ կա, որ Էրդողանը արդեն տարածաշրջանային գերտերությունից հավակնում է դառնալ համաշխարհային գերտերության, առնվազն նրա հավակնություններն են այդպիսին եւ որքան էլ նա լինի Միացյալ Նահանգների հավաքական արևմուտքի, եթե այս ժամանակահատվածում էլի կարող ենք այդ տերմինը օգտագործել դաշնակիցը, նրան թույլ չեն տալու այնքան ուժեղանա, որ ինքնուրույն իր խաղը տանի, այս տեսակետն էլ կա։ Այդ տեսակետը ճիշտ եք ասում կա, բայց ամբողջ բանը նրանում է, որ Թուրքիան իր էությամբ համաշխարհային տերություն չէ, միջին տերություն է, տարածաշրջանային եւ փաստորեն նրա համար այս վերջին ամիսներին բացառիկ հնարավորություն է ստեղծվել մերձավոր արևելքում դառնալ ուժի հիմնական կենտրոնը կամ կենտրոններից մեկը, ինչու, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ Սիրիայում, դա մեծապես Թուրքիայի կողմից նախապատրաստված էր, այ հիմակվա արտգործնախարարը Ֆիդանը այն ժամանակ թուրքական հետախուզության ղեկավարն էր եւ դա նրա ջանքերի շնորհիվ էր նաեւ, որ կարողացան թուրքերը 10 խմբավորում ահաբեկչական իրար հետ, այսպես ասած, համախմբել, միասնական ուժ նրանց դարձնել, հաղորդել, այսպես ասած, ավելի զուսպ զուսպ բնույթ դիրքորոշում ստանձնելու այդ հանգամանքը եւ նաեւ փաստորեն բերեցին իշխանության այդ ուժերին
եւ հիմա Թուրքիան ըստ էության հիմնական ուժն է Սիրիայում։ Այո, եւ այստեղ խնդիրներ կան շահերի առնվազն անհամապատասխանության ու բախման առումով եւ տարածաշրջանում Իրանի բնականաբար շահերի ազդեցության հենց Սիրիայում եւ Ռուսաստանի այս առումով նկատի ունեմ։ Եվ Սիրիայում եւ Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը թուլացան։ Այո։ Թուլացան, ակնհայտ է դա։ Եվ այստեղ ամենակարևորը, որքան որ ես հասկանում եմ, ամերիկացիները, այս Թրամփի վարչակազմը, որ որոշում է Ամերիկան, որ որոշ չափով հետ քաշվի տարբեր տարածաշրջաններից, Մերձավոր Արևելքում այն վակումը, որ այստեղ կարող է առաջանալ, հանձնում է Թուրքիային։ Կարտ բլանշ է Թուրքիան ստանում, սա իր համար բացառիկ շանս է։ Դա մեկ, եւ երկրորդը Եվրոպայում փորձում է Էրդողանը ինչ-որ ակտիվություն ցուցաբերել, բայց ակնհայտ է, որ Թուրքիան ինչքան էլ որ Էրդողանը համաշխարհային, այսպես ասած, տերություն դառնալու ամբիցիաներ ունի, որոնք ակնհայտ է, Թուրքիան չի կարող այդ դերը ստանձնել։ Ուղղակի չի կարող տարածաշրջանում ինքը ստացել է հնարավորություն։ Այսինքն դա այն է, ինչ նրան, այսպես ասենք, թույլատրելի է։ Թույլատրելի է եւ հələ դեռ հարց է կարողանա թե չէ, որտեղ բարդ խնդիր է, Սիրիան շատ բարդ երկիր է, բայց շանս ունի, տեսնենք, իրենք էլ շատ լավ հասկանում են, գիտեք, թուրքական դիվանագիտությունը շատ պրագմատիկ է, եթե Էրդողան այդպեսի, անպագորգոր հայտարարություններ է անում, դա նրա ոչն է քաղաքական։ Իրականում Թուրքիան իր տեղը գիտի։ Հասկանալի է, պարոն Սաֆրաստյան, եւ ներքաղաքական այս խմորումները Թուրքիայում ինչպես կազդեն հարավկովկասյան հնարավոր սցենարների վրա, դե գոնե այս փուլում Էրդողանը սեփական խնդիրներով է զբաղված։ Այո, Թուրքիան սեփական խնդիրներով է զբաղված, բացի դրանից Մերձավոր Արևելքն է դառնում Թուրքիայի, այսպես ամենակարևոր արտաքին աշխարհում իր դիրքեր ուժեղացնելու ուշադրության թիրախը, հարավային Կովկասը կորցնում է նշանակությունը Թուրքիայի համար։ Ինչու՞։ Վերջին Արցախյան պատերազմից հետո, Արցախի հայաթափումից հետո հարավային Կովկասում ստեղծվեց մի նոր իրավիճակ, նոր ստատուս կվո, եւ այդ նոր իրավիճակի առանձնահատկությունը այն է, որ Թուրքիայի դիրքերը ավելի ուժեղ են։ Բայց հարավային Կովկասը դեռևս աշխարհում ընկալվում է որպես Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Ուղղակի Թուրքիայի դիրքերը ավելի են ուժեղացել, բայց Ռուսաստանին է։ Ես կարծում եմ ներկա փուլում թուրքական դիվանագիտությունը հարավային Կովկասում չի ձգտի իրադրությունը սրել եւ չի ձգտի ուժեղացնել իր դիրքերը, որովհետեւ ասեցինք ինքը ուրիշ խնդիր է, ինքը չի կարող մի քանի ուղղություններով ռազմավարական խնդիրներ դնել իր առջև, միջին պետություն է։ Ինքը կփորձի այստեղ իրադրությունը պահպանել այնպես ինչպես որ կա, որը իր օգտին է։ Իհարկե Թուրքիայի այսպես գերագույն նպատակը հարավային Կովկասը իր հսկողության տակ վերցնելն է, Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է։ Բայց ես կարծում եմ, որ նրանք, այսպես ասած, փուլային տարբերակն են ընտրում, ավելի պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում։ Այսինքն նաև հաշվի առնելով գլոբալ իրողությունները, նահանգներ, Ռուսաստան հարաբերությունները։ Միանգամայն իրավացի եք։ Եթե հիմա մենք մի քիչ բարձրանանք ավելի բարձր մակարդակի փորձենք վերլուծել, ես կարծում եմ այս նոր աշխարհակարգը, որ աշխարհում հիմա ստեղծվում է մեր աչքերի առջև, ունենալու է իհարկե բազմաբևեռ բնույթ, այսինքն տարբեր ուժի բևեռներ են լինելու, բայց նաև լինելու է միաժամանակ հիերարխիկ կառուցվածքով։ Եվ այդ հիերարխիայի վերևում լինելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ իհարկե ավելի մի քիչ ցածր Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրապետում են աշխարհի միջուկային զենքի 90%-ին։ Մնացած երկրները, որոնք ունեն միջուկային զենք, 10% ունեն։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ահռելի տարբերություն է։ Եվ Թրամփը, որը խոշոր բիզնեսմեն է, շատ պրագմատիկ մտածելակերպի տեր անձնավորություն է, նա փաստորեն գնում է այն բանի, որ մի պետության հետ, Ռուսաստանի հետ, որը կարող է իր ղեկավարած պետության համար վտանգ սպառնալ, կարող է ոչնչացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների մի մասը, ավելի լավ չի լեզու գտնել, աշխարհը որոշակի ազդեցության ոլորտների բաժանել եւ անվտանգություն ավելացնել։ Բացի դրանից տեսնում ենք նաեւ Միացյալ Նահանգները Եվրոպային ինչպես են վերաբերվում, նույնպես իրենց քաշվում են հետ։
եւ Եվրոպան ըստ էության այս տասնամյակների ընթացքում որ ստեղծել է մի աննախադեպ քաղաքակրթություն Եվրոմիությունը շատ բարձր կենսամակարդակով արժեքային համակարգով դա արվել է ամերիկյան անվտանգային բնագավառում օգնության հիման վրա հիմա պետք է եվրոպացիները իրենք մտածեն իրենց անվտանգության մասին փորձում են մտածել եւ այս առումով Թուրքիան նրանց համար հետաքրքիր է որպես գործընկեր որպես զինված ուժեր ունեցող երկիր եւ լավ ռազմական արդյունաբերություն իհարկե դեռ մտածում են բոլորը չեն Եվրոպայում որպես ձեռքերը բաց սպասում են Թուրքիայի բայց փորձում են Թուրքիայի հետ ինչ որ լեզու գտնել թուրքերը կփորձեն մտնել նաև եվրոպական խաղի մեջ եւ արդեն հայտարարություններ են հնչում առանց մեզ Եվրոպան չի կարող գոյատևել եւ այլն իհարկե անպագորգոր են դրանք բոլորն գիտեն որ դա ոչն է ուղղակի բայց այսինքն եւ Եվրոպայում Թուրքիայի համար նոր հնարավորություններ գուցե բացվեն եւ նաեւ իհարկե Չինաստանն է որ կունենա այս նոր աշխարհակարգում իր կարևոր դերակատարումը իհարկե ոչ թե որպես ռազմական ուժ այլ որպես տնտեսական գիգանտ որ մեծ հնարավորություններով եւ իմ ընկալմամբ հարավային Կովկասը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մնացած ուժի կենտրոնները ընկալում են ինչպես ասեցի Ռուսաստանի ազդեցության ոլորտ եւ այստեղ նրանք չեն ցանկանա իրադրություն փոխել եւ մենք էլ պետք է իմ կարծիքով համակերպվենք այն մտքի հետ կամ գուցե չհամակերպվենք այլ ընդունենք այն միտքը կամ արցանագրենք այն որ հարավային Կովկասը ներկա աշխարհում չունի այն նշանակությունը ինչ որ մենք ենք պատկերացնում ուրիշ տարածաշրջաններ են Մերձավոր Արևելք, Եվրոպա, Աֆրիկա, հիմա տեսնում եք արդեն կենտրոնական Ասիան է դառնում ես կարծում եմ պայքարի տարբեր ուժերի Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան պայքարի հիմնական թատերաբեմ այսինքն այն աշխարհակաղակական առումով մեծ խաղ երևույթը որը 19-րդ դարում կար եւ այդպես էլ անվանում էր ռուսական կայսրության եւ բրիտանական կայսրության միջեւ հիմա վերականգնվում է արդեն նոր իրավիճակում Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, Թուրքիան էլ փորձում է այստեղ իր պանթուրքիստական այս դեպքում պարոն Սաֆրաստյան այդ միջանցք կոչվածի միջանցք կոչվածի ճակատագիրը ինչ է լինում ձեր նշած հարաբերակցությունը ու հնարավոր սցենարները հաշվի առնելով նաև նկատի ունենալով ամերիկյան արդեն նոր գործող վարչակազմի որոշակի պասիվությունը ի տարբերություն Բայդենի վարչակազմի Շատ ճիշտ եք արձանագրում այդ պասիվությունը այո նկատվում է պասիվությունը որտեղ ասացի որ կորցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հարավային Կովկասային նշանակությունը որտեղ արդեն նրանց նպատակը ոչ թե Ռուսաստանին ճնշելն է Ռուսաստանին դուրս մղելն է Ռուսաստանը լեզու գտնելն է եւ այս առումով փաստորեն այն ինչ որ հիմա մենք Զանգեզուրի միջանցք ենք անվանում իմ կարծիքով գիտեք դա դեռ այնպիսի երևույթ է որ վերլուծության չի ենթարկում սա ուղղակի կարծիք կարելի է հայտնել տպավորության մակարդակով իմ կարծիքով եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս շահագրգռված չեն շատ շահագրգռված չեն իհարկե կլինի որոշակի շահագրգռվածություն Ռուսաստանը ունի իր ռազմավարական մեծ ծրագիրը ելք դեպի Պարսից ծոց Ադրբեջանի Իրանի տարածքով եւ այդպիսով հնարավորություն է առնչվելու կապվելու Հնդկաստանի եւ Չինաստանի հետ ծովային ճանապարհով մնում է Թուրքիան որ որոշակի շահագրգռվածություն ունի իհարկե Իրանը պարզ է որ մենք բոլորս հասկանում ենք այո արտգործնախարարը կրկին վերահաստատել է Երևանում իհարկե Թուրքիան էլ քանի դեռ ինքը չունի երկաթգիծ որը կապում է իր երկաթգծերի համակարգը Նախճեվանի հետ նոր սկսեցին գիտեք շինարարությունը նախանցյալ տարվա վերջում համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանի հետ ֆինանսավորում երևում է գտան չնայած դրա մասին առանձնապես չեն խոսում նախնական աշխատանքները մոտ մի տարի ավել տևեցին
նոր վերջերս հայտարարեց իրենց տրանսպորտի նախարարը, որ սկսել ենք աշխատանքները։ Իսկ հենց նա էլ մինչև այդ նույնիսկ հայտարարում էր, որ շինարարությունը կտևի մինչև 2029 թվականը։ Այդ 220-ից ավելի կիլոմետր բավական բարդ տեղանք է, թունելներ, կամուրջներ եւ այլն։ Այնպես որ հիմա սա Թուրքիայի համար այսպես կենսական նշանակություն չունի, որ երկաթգիծ ինքը բայց ապագայի ծրագիրը շարունակում է մնա։ Իհարկե կմնա։ Դրա համար ես կարծում եմ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները նույնիսկ ինչպես պաշտոնապես որ հայտարարվում է, որ մենք Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորենք հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելուց հետո, նույնիսկ պայմանագիրը, եթե մի պահ պատկերացնենք, որ ստորագրվել է, Թուրքիան միանգամից չի նորմալացնի հարաբերությունները, կփորձի ինչ-որ մի բան պահել կամ մի քանի բան պահել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ երբ որ իր երկաթգիծը պատրաստ լինի, այն ժամանակ ստանա խաղաքարտեր կպահի, ստանա այնպես Զանգեզուրի միջանցք, ինչպես ինքն է ցանկանում, այսինքն էքստերիտորիալ իրավունքի հիման վրա։ Եվ պարոն Սաֆրաստյան, խոսեցիք այդ պայմանագրի մասին, ավելի շուտ հիմա դրան համաձայնագիր են անվանում, ստացվում է իրավիճակ, որ մենք գործ ունենք միակողմանի ցանկության հետ։ Դա ուղղակի արձանագրում է, որը պիտի անենք հաշվի առնելով Բաքվից ստացող ուղերձները, նոր նախապայմանները, նոր պահանջները, Երևանի ջանքերը ունենալ մի փաստաթուղթ, որի վրա կլինի Ալիևի ստորագրությունը, բայց այդ ջանքերը անհաջողության են մատնվում։ Ի վերջո, ինչ վիճակ է այսօր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Դե կարող եմ ուղղակի դատողություններ անեմ այն ինֆորմացիայի հիման վրա, որը մենք բոլորս տեսնում ենք եւ լսում ենք։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանն էլ առանձնապես շահագրգռ կամ ընդհանրապես շահագրգռված չի ներկա փուլում պայմանագիր ունենալ։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը ավելի սպես տեսադաշտը նրա, որ ինքը նայում է, մարտավարական է, ոչ թե իրեն հետաքրքրում է հարավային Կովկասում իրադրության կարգավորումը եւ այլն, այլ իրեն հետաքրքրում է Հայաստանից հնարավորինս մեծ զիջումներ պոկել։ Եվ ինքը դրա համար ես կարծում եմ ներկա փուլում այդ խաղն է խաղում, հնարավորինս Հայաստանից մի բան պոկել։ Թուրքիայի մոտեցումը իմ կարծիքով ավելի ռազմավարական է, ինչպես մենք հիմա քննարկեցինք, Թուրքիան ձգտում է այն իրադրությունը, որ հիմա կա, դա այսպես ստատուս կվոն ավելի կոնսերվացնել, պահել եւ եթե լինի համաձայնագիր, փաստորեն համաձայնագրի միջոցով դա որոշ չափով, այսպես ասած, վավերացնել այս նոր իրավիճակը, որ իր օգտին է։ Դրա համար Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ես բնութագրում եմ, որ կա ոչ թե տարաձայնություն, ոչ թե, չգիտեմ, անհամաձայնություն, հակասություններ, այլ տեսադաշտի տարբերություն։ Թուրքիան ավելի ռազմավարական է ամեն ինչին մոտենում, Ադրբեջանը իր փոքր մարտավարական խնդիրներն է լուծում։ Եվ կարող ենք ասել, որ նաև Ադրբեջանը սպասում է ռուս-ամերիկյան բանակցությունների այն փուլին, երբ դրանք կհասնեն հարավային Կովկաս եւ այստեղ միգուցե ինչ որ փոփոխություններ լինեն քաղաքականության։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է լուրջ հաշվարկներ անել, որ կարող է իրադրությունը այնպիսին լինի հարավային Կովկասում, որ ինքը ստանա որևիցե ուժի աջակցություն։ Պարզ է, որ Ռուսաստանը չի աջակցի Ադրբեջանին, եթե Ադրբեջանը որոշի լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։ Թուրքիան մենք պարզեցինք, որ շահագրգռված չի, Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի, դա պետք է իզուր տեղը Ռուսաստանի հետ լարվածություն կուժեղանա, լարվածություն կառաջանա։ Ես կարծում եմ Ադրբեջանը ոչ թե այսպես մեծ խաղ է խաղում, այլ իր փոքրիկ կոնկրետ խնդիրներն է լուծում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավական տեսնում ենք այս ինքնաթիռի հետ։ Լարվածություն մտան վերջերս։ Այո, բայց մյուս կողմից էլ ըստ էության Ադրբեջանը, այսպես ասած, չհետապնդեց Ռուսաստանում մեղադրելու այդ գործընթացը։
Կարծես լուր է ամեն ինչ։ Կադիրովը ինչ որ գումարներ հատկացրեց, օգնություն ցույց տվեցին ֆինանսական եւ այլն, եւ դրանով կարծես թե ավարտվում է չէ ինչպես էին լարված սպասում, թե այդ սև արքերի ֆորմացիան լրություն։ Այսինքն ատամներ ցույց տվեց ու եւ ինչ որ համաձայնության եկան, գիտեք, այստեղ շատ կարեւոր դեր ունի ադրբեջանական համայնքը Ռուսաստանում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները այսպես շատ սիգնալ են ուղարկել, որովհետև ադրբեջանական համայնքի շատ ներկայացուցիչներ կրիմինալ աշխարհի հետ են կապված եւ նրանց վրա այդ այսպես պարզ խոսենք շատ մեծ օրինակ համարվում է Ռուսաստանում, որ ռուսական են տարբեր քաղաքներում, նույնիսկ Մոսկվայում շուկաները որ կան, ադրբեջանցիների ձեռքում են եւ նրանք ճնշում են գործադրել դրա վրա, դրանց այդ ձևի մարդկանց վրա, իսկ նրանք էլ իրենց հերթին ճնշում են գործադրել Ալիևի վրա։ Եվ սպես զսպեցին։ Շատ հետաքրքիր երևույթներ են տեղի ունենում։ Այս ֆոնին, պարոն Սաֆրաստյան, անցած շաբաթվա ընթացքում չդադարող այդ սպառնալից հայտարարությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ էսկալացիայի ֆոնի ցուցադրություն, այդ տեղեկատվական ըստ էության ահաբեկչությունը հայ հասարակության վրա, որին թվում էր, թե անուղակի կամ ուղակի ձայնակցում էին նաև մեր իշխանությունները, էլի օրը մի քանի անգամ հերքումներ էին տարածում, ընդհանուր մինչև կառավարության աշխատակազմի մակարդակով եղավ հայտարարություն եւ այդպես շարունակ։ Սա ինչ նպատակ է հետապնդում, այսինքն այդ ճնշման միջոցով ձեր նշած ավելին կորզելու քաղաքականությունն է։ Ես կարծում եմ, այո։ Սա հիբրիդային պատերազմի ինչ որ մի արտահայտում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել եւ հասնել իր նպատակներին, այսինքն նոր զիջումներ ստանալ Հայաստանից։ Եվ Հայաստանի իշխանության քաղաքականությունը, որը չի փոխվել, այդ զիջումները ուղղակի հնազանդ կերպով իրականացնելու առումով, մենք տեսանք, որ այդ համաձայնագիր կոչվածի երկու կետերի շուրջ համաձայնեցման մասին հայտարարությունը իրականում ոչ թե համաձայնեցում էր, այլ իգիտություն ընդունել Ադրբեջանի պահանջները, կատարել այդ երկու կետերն էլ, հիմա սահմանադրությունը փոխելու պահանջն է դրվում, իշխանությունը արդեն process-ի մեջ է, հետո կգա այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցման պահանջը, դրա մասին Բաքուն վաղուց խոսում է ու այսպես շարունակ եւ իշխանությունը ոչ մի կերպ չի դիմադրում այդ չդադարող ցանկին։ Ես հույս ունեմ, որ կան կարմիր գծեր նույնիսկ իշխանության պատկերացումներում, որոնք նրանք կփորձեն պահպանել եւ չեն խախտի այդ կարմիր գծերը։ Այդ ադրբեջանցիների 300,000-ի Հայաստան գալը եւ այլն։ Ես հույս ունեմ, որ այդ գործը դրան չի հասնի։ Դա ինչ կնշանակի մեր երկրի համար, եթե սցենարը հանկարծ այնպես լինի, որ իսկապես այս իշխանությունը գնա դրա կատարմանը։ Չեմ կարծում, գիտեք, դա պատերազմի կբերի ուղղակի։ Ըստ էության հիմա այն ինչ որ տեղի ունենում, տեսեք, մի կողմից մի երկիրը ճնշում է գործադրում, որի զինված ուժերը մոտ 2 անգամ անցյալ տարվա տվյալներով ավելի ուժեղ էին, քան թե Հայաստանինը։ Հայաստանինը 102-րդն էր, հեղինակավոր միջազգային կենտրոնի որը հատուկ այդ խնդիրներով է զբաղվում, հաշվարկներով։ Ադրբեջանը 60 քանի երրորդն է, մոտ 2 անգամ էր տարբերությունը։ Դա 24 թվականի հունվարի 1-ի տվյալներով, իսկ 25 թվականի հունվարի 1-ի տվյալներով արդեն Ադրբեջանը նույնը մնացել է, Հայաստանը արդեն 90 քանի երրորդն է։ Այսինքն տեղի ունենում Հայաստանի զինված ուժերի հնարավորությունների վերականգնում։ Եվ այն, որ ժամանակ առ ժամանակ Ալիևը այսպես բարձրաձայնում է, որ Հայաստանը տեսնում եք զինվում է, ռևանշի է գնում, իրենք դա հասկանում են։ Բայց գնում է այս իշխանության։ Ռևանշի չի գնում, բայց փորձում են, որքան ես կարող եմ դատել, փորձում են զինված ուժերը Դե որոշակի գնումներ անում են, հայտարարում են առնվազն դրանց մասին։ Չէ,
իսկապես Ադրբեջանը 1 միլիարդով ավելացրեց իր ռազմական բյուջեն։ Դա տակը հիմք կա, չէ, իրենք տեսնում են։ Բայց մյուս կողմից ներողություն հնչում է անընդհատ հայտարարություն, որ մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհով լուծել օրինակ Ջերմուկում օկուպացված տարածքների խնդիրը։ Այո, միանգամայն իրավացի եք։ Դե սա մոտեցում է, գուցե հույս ունեն դիվանագիտական ճանապարհով լուծեն։ Դե բայց տեսնում ենք, չէ՞, թե այդ հույսերը ինչին են բախվում ու անցած ամբողջ շրջանում ինչ պատկեր են արձանագրել ու շարունակում են էլի այդ զիջումները ընդունելու միջոցով։ Բայց ինչ կարող է անի Հայաստանը, եթե ուրիշ իշխանություն լինի։ Պարզ հարց, ինչ պետք է մարտավարություն, աշխատել գործընկերների հետ։ Աշխատում են, ինչքան կարողանում են։ Հիմա Հայաստան զենք բերելը կարծում եք հեշտ է։ Դե հաստատ դրան Արարատը չի, որ խանգարում է։ Իհարկե ոչ, Արարատը կապ չունի դրա հետ, բայց Վրաստանով եւ Իրանով զենք բերելը հեշտ է։ Բայց բերել են, չէ՞։ Բերում են դժվարությամբ։ Ես նկատի ունեմ նախկինում բերում էին, չէ՞։ Նախկինում պատերազմ չէր եղել։ Եվ նախկինի զենքն էլ պարզ երևաց, որ այն չէր, ինչ որ պետք էր։ Հասկանում եք, այդպես նախկին ներկա, ես չեմ կարծում, որ իմաստուն իհարկե չեմ, պետք չի մտնել, ցանկանում այդ օրակարգը, որտեղ մենք մասնագետներ չենք։ Այո, բայց նաև այստեղ պիտի հակադարձեմ ձեզ, որ ռազմական պլանավորման ծրագրեր ու պլաններ են փոխվել պատերազմից առաջ եւ այ մասնագետները այդ մասին փաստել են եւ շատ հիմնավոր են փաստել։ Շատ լավ, բայց պարտություն է եղել։ Այո, դա արձանագրում ենք, մնացածը արդեն մասնագետի գործ է։ Շնորհակալ։ Ես ուղղակի ուզում եմ, գիտեք, այս հարցով նաև հետևյալը այսպես ընդգծեի, որ վերջո, եթե դու ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Սա ամենահին ճշմարտություններից է։ Եվ եթե Հայաստանը իսկապես հետևում է այդ ճանապարհին, ես կարծում եմ ճիշտ է։ Ինձ մոտ տպավորությունը այն է, որ խոսվում է խաղաղության մասին, բայց փորձ է արվում, որքանով ես չեմ իմանում, որքանով է դա հաջողում, փորձ է արվում զինված ուժերը ավելի արդիականացնել, վերականգնել այն պոտենցիալը, որը մենք պատերազմի ընթացքում կորցրել ենք։ Ես կարծում եմ, որ այս ավելի օբյեկտիվ գնահատական է։ Սա իհարկե մասնագետները, ռազմական փորձագետները գուցե ավելի մանրամասն դրա համար ես ասեցի կարծում եմ։ Այո, ես ինչու եմ սա ասում, որովհետև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ սառեցված, Հայաստանը արևմտյան երկրներից, Եվրոպայից ոչ մի անվտանգային հովանոցի մասին խոստում կամ որևէ երաշխիք չի ստացել ու ստացվում է, որ մենք այդ հարթությունում այդ վակումը չենք լցրել։ Տեսեք, բայց քանի որ խոսակցություն եղավ, մենք մասնագետ չենք։ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգության իրական երաշխիք չի, Ռուսաստանն է։ Խոսքը Ռուսաստանն է, որի հետ մենք ունենք երկկողմանի հարաբերություններ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, եթե մենք իսկապես լուրջ նայում ենք, իրենց էությամբ չեն փոխվել։ Ռուսական ռազմաբազան մնում է Հայաստանում։ Բայց սահմանապահները սահմանապահները մնում են սահմանին, անցակետներից են, միայն Իրանի անցակետից են։ Բայց Զվարթնոցում դուք գիտեք ինչքան ռուս սահմանապահ կար։ Ամեն դեպքում մի քանի հոգի։ Զուտ ներկայությունը ինքնին նշանակություն ունի։ Ինչ էր, բայց սահմանին զինված կանգնած են ռուս մեր դաշնակիցները, այդ դա շատ կարևոր է։ Դա է կարևորը, թե չէ այնտեղ որ կնիքը խփում են անձնագրին, ռուս է խփում, հայ է խփում։ Պես որ դա սիմվոլիկ էր ավելի շուտ։ Այսինքն ըստ էության քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական դաշինքը չի խաթարվել, իրականում չի խաթարվել, որտեվ օբյեկտիվորեն մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները տնտեսական առումով մեծ աճ են ապրում։ Մենք տեսնում ենք ռազմական առումով Ռուսաստանը Հայաստանում պահպանում է իր ներկայությունը եւ միջազգային թատերաբեմում, ասենք քվեարկությունների ժամանակ եւ այլն
Հայաստանը չի քվեարկում Ռուսաստանի դեմ։ Այո, դա գործնականում այդպես է։ Չնայած նրան, որ ամեն օր այս իշխանության ամենաբարձր պաշտոնյաները անում են հակառուսական հայտարարություններ։ Ես կարծում եմ, որ հիմա որ աշխարհը փոխվում է, Ռուսաստանի դերը մեծանում է, իշխանությունները կփոխեն իրենց հռետորաբանությունը, քաղաքականության մասին չի խոսքը, հռետորաբանության մասին է խոսքը։ Շնորհակալ եմ կարծիքի համար։ Շնորհակալ եմ հնարավորության համար կարծիք հայտնելու։ Օրագրին սպասեք վաղը 5-րդ եթերում առավոտյան 11-ին։